Այսօր գիշերը ռուսական ցորենով բեռնված գնացքը 15 վագոն ժամանել է Հայաստան, անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Հայաստան է ուղարկվել ավելի քան 1000 տոննա ցորեն։ Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը Հարավային Կովկասում խաղաղության զգալի ներդրում է և ընդգծում է համագործակցության ընդհանուր ձգտումը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի արձագանքն է։ Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով։ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև հաստատվել է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Այս իրադարձությունը իրական շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Այն վկայում է մեր աշխատանքի մասին, ուղղված տարածաշրջանային կայունությանը և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը։ Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներ և բարելավում է հայ արտադրողների համար ԵԱՏՄ շուկաներ հասանելիությունը։